Ողջույն բարեկամներ։ Այս մասը ես հատուկ առանձին եմ անում, որովհետև մեծ հաղորդաշրջանակներում այս մասին անդրադառնալը գուցե լղուզվեր եւ բոլորին չլիներ հասանելի։ Եվ ինչ կատարվեց հիմա նայենք Պետրոս Ղազարյանի եթերում, որտեղ սա շատ կարևոր է, սա ֆունդամենտալ է մեր ապագայի, մեր երկրի, մեր ընդհանրապես պատկերացումների, ժողովրդավարության, պետականության, ապստամբության, դրա իրավունքի եւ այլ բաների մասին։ Շատ կարևոր է դրա համար այս հաղորդումը ուղղակի առանձին համառոտ ես ուզում ներկայացնեմ այն ինչ որ կատարվեց Պետրոսի եթերում։ Բայց տերորիզմի բացահայտումից հետո կարծում եմ այդ ֆունկցիան դեռ պետք է չկատարել։ Նախ բանանք, այս կինը որ ԿՊՆ-ը ներկայացնում, արդեն ինքը հաստատել է, որ ինքը տերորիստ է բացահայտել, տերորիզմ է բացահայտել եւ դա ասում է շատ կարեւոր է ժողովրդավարության համար, որին հակառակ կողմը ներկայացնող Բորիս Մուրադյանը ոչ թե հակառակվում է, որ դուք տերորիզմ չեք բացահայտել, առ ասում է դուք տերորիզմի կողմ եք։ 16 թվականի հուլիսի 20-ին կոչ է կարել ժողովրդին միանալ ահաբեկիչներին աջակցող հանրահավաքին ազատության հրապարակման։ Սա ասացածների ապստամբության մասին է։ Բորիս Մուրադյանը ոչ թե ասում է մենք ախր դա տերորիստական ակտ չկար, ընդհանրապես պլան չկար, այն որ դուք նկատել ցույց եք տալի եւ ներկայացնում եք որպես տերորիզմ, դա абսուրդ է նախ դա դեռ դատարանը պետք է ապացուցի։ Այլ ինքը դնում է մի կողմ, ասում է ձեր ղեկավարը 16 թվականին միացած է եղել եւ աջակցել է այն ինչ որ ինքը կոչվում է տերորիզմ, դա սասնացարերի ապստամբության մասին է։ Ալեն արե դուք ինչի դուք ներողություն խնդրում եք այդ սխալը։ Ես մտածել եմ ահաբեկիչներին չեմ համեմատում սրբազան հայրերի հետ։ Նայ, փաստորեն այնանք ահաբեկիչներին ինքը չի ուզում է սրբազան հայրերի հետ Մենք խոսենք ոչ ներողություն ես ձեզ չի ընդհատում ինտերնեստից։ Պարոն Մուրադյան, թույլ տվեք ես խոսեմ։ Դա բացի եկեղեցու ներկայացուցիչներից նրանք Հայաստանի քաղաքացի են, կարծես թե ապստամբները Հայաստանի քաղաքացի չէին, այլ Թուրքիայի քաղաքացիներ են։ Տեսեք, ես նախ այդ բնորոշումը ինչ է նշանակում տերորիստ։ Տերորիստներն այսքան աջակցություն չեն ունենում։ Մեկ։ Երկրորդն էլ տեսեք այդ տերորիստի մասին կարծիքները այդ ժամանակվա ժողովրդի։ Конечно же есть, потому что это реально как опасно то, что может начаться гражданская война, может. Այս բանի BBC բանն է պատրաստած ռեպորտաժն է ռուսերեն։ Այն ժամանակ հենց այդ օրերին։ Я понимаю их чувства. Я понимаю, что у них другого просто выхода нет. Ասում ես բոլորի հասկանում են ասում, որովհետև մենք ուրիշ տարբերակ չունենք։ Мы хотим, чтобы этот народ, который у нас живет, чтобы они хорошо жили, и это все вообще все изменилось и стало все в лучшую сторону. Մենք ուզում ասում, ես հատուկ սփյուռքահայերի համար եմ թարգմանում, ինձ կներեք, ովքեր ռուսերեն շատ լավ հասկանում են։ Բայց մեզ նայում են նաև մեզ սփյուռքահայ բարեկամներ, ասում, մենք ուզում ենք, որ ժողովուրդը լավ ապրի, որ ամեն ինչ փոփոխվի, մենք հոգնել ենք այս ամեն ինչից։ Не то, что мы убежали там в России и жили где-то там, а жили в своей Армении, как и жили всегда. Ասում, ոչ թե որ փախնենք Ռուսաստաններում ապրենք, այլ մեր հայրենիքում апрենք, ինչպես միշտ ապրել ենք։ Мы хотим в нашей родине жить хорошо. Мы не хотим отсюда никуда уехать, чтобы где-то как-то что-то зарабатывать. Это наша родина, мы тут родились, мы тут выросли. Мы хотим, чтобы вот здесь все просто исправилось и все было хорошо. Даже не знаю, изменится или нет, не знаю. Нет такого лидера, чтобы, ну там... Вместо него. Սերժի Սարգսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանի տեղ ինչ որ մի բան լինի։ Այս նույն դիլեման է։ Ով եթե ոչ Սերժը, ով եթե ոչ Ռոբը, ով եթե ոչ Նիկոլը, ով եթե ոչ սա, նա։ Մեր ժողովրդի ինչ որ մի մասին համոզել են, որ այն ինչ որ տեսնում ես, անկախներ դրան ազգանուն ինչա։ Նրանց եկում էլ աշխարհ չկա։ Չկա։ Может быть изменится, может быть нет. Ну надо же что-нибудь делать. Ասում է կարող է փոխվի, կարող է չփոխվի, բայց պետք է ինչ որ մի բան անել։ Надо же. Պետք է։ Это большая трагедия моего народа. Сам жовтый весь ողբերգությունն է։ Те, которые находятся там, они бойцы. Смեսкен ովքեր գտնվում են այնտեղ ՊՊՑ-ում, նրանք զինվորներ են։ Освободители моего Ազատագրողներ են։ народа. Они герои. Նրանք հերոսներ են։ Национальные герои. Ազգային հերոսներ են։ Եվ այս ամբողջ այս BBC հաղորդումը չի որ ես ուզում եմ ցույց տամ, դու կարող ես դնել առանձին նայել։
Այս հաղորդման նպատակը բոլորովին դա չի, որ ես պետք է ապացուցեմ կամ արդարացնեմ Սասնա ծռերին։ Ասեմ ավելին, ես միշտ կրկնել եմ, որ եթե ես լինեի Հայաստանում, իսկ ես դրանից ընդամենը 9 ամիս առաջ էի կոնտրակտը արդեն ընդունել ու տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես էլ իրանց հետ լինելու էի, անկախ հետևանքներից, անկախ դրա արդյունքից ինչով վերջացավ, անկախ նրանից այս ժողովուրդը հիմա ոնց է գնահատում կամ չի գնահատում, անկախ ամեն ինչից։ Սա հասարակ ժողովրդի բանն է, վերաբերմունքն է, գնահատականն է։ Ես ուզում եմ այսօրվա Նիկոլի պրոպագանդիստներից մեկին էլ լսեք, որտեղ չասի ես բան չեմ ասում։ Մի նկար ենք դրել, ապստամբներից մեկի նկար ուղակի զենքով ու Facebook-ում ենք դրել, մեծ տարածում գտավ ու տակը բոլորը դրական ինչ-որ կոմենտներով մի հատ բացասական բան ես չտեսա, մի հատ բացասական ձևի համար մեկը չհամարձակվեց, եթե նույնիսկ կային բացասական ուզողներ, չհամարձակվեց տակը մի բան գրել։ Այսինքն աջակցությունը համաժողովրդական է, համատարած է, ամբողջական է այս ապստամբության աջակցությունը։ Այս տղեկը ազգային հերոսներ են, հիմա սա սիրում են այս մարդկանց, ու բռնեն իրաց սպան է։ Եվրոմիությունը ոչ Միացյալ Նահանգները ահաբակիչ եզրը չօգտագործեցին, ոչ արեցին երկու կողմին, որ խաղաղ ճանապարհներով լուծվի այս հարցը։ Հա, Բորիս, ոչ Ռուսաստանը, նույնիսկ ոչ Սերժ Սարգսյանի կառավարությունը, ոչ մեկ, ոչ Սերժ Սարգսյանի կառավարությունը ունդեմ այս ապստամբությունն։ Ոչ Եվրոմիությունը, ոչ Ռուսաստանը, ոչ մեկ սա տերորիստ չկոչեցին, գիտես։ Տերորիզմ կոչեց սա մենակ Նիկոլ Փաշինյանը, երբ որ եկավ իշխանության։ Ու մեկ էլ ոնց որ դուք, իբր որ դուք դեմ եք Նիկոլ Փաշինյանին։ Ասենք շարունակեցին։ Դա ցույց է տալիս, թե ինչքան պատասխանատու է վերաբերում Արևմուտքը նաև այս ամեն ինչին, լավ հասկանում եմ, որ սա ժողովրդական ապստամբություն է, ոչ թե ինչ-որ ահաբեկչական է։ Շատ լավ։ Լսեցիք։ Գնացեք նորից Հովսեփ Քուշուջյանի հասցեք, գուցե կարծիքը փոխել է, ես չգիտեմ, որովհետև Նիկոլից հետո նոր իրավիճակ, նոր կարծիքներ, նոր տեղավորվելու հնարավորություններ, գուցե մարդիկ կարծիք փոխել են, բայց YouTube-ը սս դաժան բան է։ Այսօր հնարավոր չի հերբից վերականգնել այն էմոցիոնալ եւ հոգեբանական իրավիճակը, որում գտնվում է ժողովուրդը 16 թվականի միջև ապստամբությունը, միջև քարոզիա պատերազմը, դրանից հետո եւ ապստամբության ժամանակ։ Դա տեխնիկապես հնարավոր չի, բայց մենք ունենք ձայնագրություններ, որոնք պահել են այդ օրվա էմոցիոնալ արտահայտությունները եւ պահի վերարտադրությունը խոսքերով, ոնց որ դուք լսում եք։ Հա, որովհետեւ այսօրվա մարդուն դժվար է բացատրել ինչ է նշանակում քարոզիա պատերազմ, դավաճանություն, քարոզիա պատերազմից հետո ձերբակալություններ, ոչ թե դավաճանների այլ ժողովրդի, որտեղ ովքեր որ բողոքում էին դրա դեմ։ Դրանից հետո լրիվ հոգեբանական կոլապս ամբողջ Հայաստանում, որ անհնարին է, ոչ իման չի փոխվելու, մեկ էլ ապստամբությունը։ Պարտադրված կապիտուլյացիայի դեմ, հա, եւ հույսի արտնացում, այսօր շատ դժվար է մեկին բացատրել եւ բերել հոգեբանական այդ վիճակի մեջ, բայց մենք ունենք ձայնագրություններ, որոնք ուղղակի փոխանցում են ոչ թե իմ խոսքերը, իմ տպավորություններն ու իմ վերաբերմունքը այդ ամեն ինչի նկատմամբ, հենց այդ օրվա մարդկանց, մասնակիցների, կողքից նայողների, վերլուծաբանների կարծիքներն են սրանք։ Դուք գտեք հակառակ կարծիքներ ցույց տվեք, ասեք ոչ, սա Հովսեփ Խուշուջյանը չի, եղել են դատապարտումներ, նույնիսկ հանրապետականը չէր կարողանում դատապարտել այդ ժամանակ։ Ասում եք եկեք խոսենք, թերություններ եղել են, թերացումներ եղել են իհարկե, բայց ոչ այս ձեռքով, այս ձևով նստենք բանակցությունների, հասկանեք։ Դրանք առաջ տեսնենք էլ ինչ ասում։ Ասվեց այդտեղ ոչ մի ահաբեկչական ակտի կողքը այսքան ժողովուրդ չի հավաքում, որ աջակցի, հա։ Հիմա ես կուզենայի Բորիսին հաստատել։ Կուզեի ձեր կողքնել այսքան մարդ հավաքվել Բորիս։ Հա, ընդ որում ավտոբուսներով ոչ մեկին չեք բերել։ Հա, ոչ մեկին չեն ասել արի։ Բացարձակապես։ Այսքան մարդ եկավ մեկ էլ Բագրատ Սրբազանի կողքը անցած տարի ժամանակ։ Հույս ունենալով որ նաև կապստամբի։ Այդ հույսով են եկել, իրանք չեն եկել որ տուն գնային։ Հիմա վերադառնանք ամենակարևորին։ Հարցային չի, որ այսօրվա քննարկումը, որը կատարվում էր, այսօրվա չի երեկվա Պետրոսի եթերում, որ երկու կողմերն էլ համաձայն էին ու լրացին, որ իրանց շեֆը բանա կողմնակից է եղել էս։ Ես չեմ ուզում Նիկոլի խոսքերը գտնեմ, հա։ Այս նույն բանի մաս, նույն ինչ որ Հովսեփն ասում են, ասում էր Նիկոլը, որ ինքը կողմն է այս ապստամբության, որ այս ապստամբությունը միակ լուծումն է, բայց բոլոր կողմերը միանգամից լրացին այդ մասին, իսկ ինչ արեց Բորիս Մոնազին, ասեց ձեր շեֆը փաստորեն տերորիզմի կողքին էր, ու ինքը խոստովանելով, որ այս էլ է տերորիզմ, այսօր իրականացել է Բագրատը, եւ եթե ենք տերորիզմի կողմ, ահաբեկիչների կողքն է, ուրեմն սա կողքն է պետք է լինի, ուրեմն սա իրավունք չունի դատապարտելու։
Գիտեք, երբ որ ասենք հասարակական այս տարական բանդերի մեջ չկարողանա կողմնորոշվի, ներելի է, որովհետև իր առօրյա գործը չի, իր միտքը կարող է ճկունությամբ չաշխատի, բայց երբ որ լրագրող քաղաքական հարցերով հետամուտ դինող, մարդն է սա վդիպում, եթե վդիպում է իհարկե սա էլի, ես չգիտեմ ինչ է, սա նշանակում է, որ սա վդիպում չի, սա դիտավորություն է, սա նշանակում է, որ այս ընկերները այդպես է չհասկացան, ոչ հմեկում, ոչ ընդդիմադիր դաշտի լրագրողները, որ ուզում եք կոչեք այդ ապստամբությունը, ահաբեկչություն, տերորիզմ, չգիտեմ ինչ, 16 թվականի մասին է խոսքը, եւ հետագայում այն ինչ որ լինելու է դեռս իշխանությունների առաջ, ցանկացած մեկը, որ զենք կվերցնի, թե փետ կվերցնի, թե ինչ կվերցնի, որպեսզի պայքարի իշխանության դեմ, դա օրինական է, մինչև դուք դա չհասկանաք, դուք պետություն չեք ունենալու։ Ես ես նորից հիշեցնեմ ինչ է նշանակում սասնացարերի ապստամբությունը։ Բոլոր մեթոդները փորձվել են, բոլոր քաղաքացիական անհնազանդությունից սկսած, փայտերով ապստամբությունից սկսած, որոնք իրականացել են շանթենք, չեն էլ ապստամբը ուղղակի ձեռքերին փայտ կար, որի համար դատեցին, որի համար դատեցին, ինչը շանթը փայտը ձեռը փողոցն են անցում։ Իր ընկերների հետ նրանք ոչ մեկի ոչ խփել են, ոչ բռնացել են, ոչ փայտը ձեռը փողոցն էին անցնում։ Օսիպովն ասեց անցի, ասեց էսի բանը, կարգա խանգարում, բռնեք տարեք, դատեցին բոլորին։ Միջև մարդիկ չհասկանան, որ ուզուրպացված իշխանության դեմ ցանկացած ձև զինված կլինի, զինված չլինի, ապստամբությունը, դա իրավունքի վերականգնումը, ոչ մի բան չի փոխվի։ Իսկ գիտեք ովքեր են այդպես մտածում, ովքեր արժանապատվություն ունեն։ Արժանապատվություն ունեցող մարդն է միայն պատրաստ իր իրավունքների համար կռիվ տալու, ցանկացած ձևով, ցանկացած, ոչ մեկ չէր ողջունի, եթե 19 թվականին, մեկը վերցնել զենքով ապստամբի սրացնել, չէր հասկացրի, 20 թվականից հետո դա պարտադիր է եղել, որովհետև իշխանությունը զավթված է, երկիրը դավաճանված է, ուժայինների կողմից, դեմ, դու ցախավելով կռիվ չես տալու, չես կարող, չկա այդ հնարավորությունը, այս անցած 5 տարին դրա ապացույցն է։ Իշխանության հույսն էլ հենց դա է, որ Բորիս Մուրազի, Պետրոսի նմանները, ասեն չի կարելի, այս զենք դա ահաբեկչություն է։ Մինչդեռ ամենադեմոկրատական երկրների մեկի սահմանադրության երկրորդ կետով Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է խոսքը։ Պարտադրված է եւ խրախուսվում է զենքով ապստամբություն, երբ որ իշխանությունը կուզուրպացնի իշխանությունը։ Եվ դրա դիմաց մարդկանց թույլատրվում կրելու զենք, այսինքն նրանց սրբազան պարտականությունն է զենք ունենալ ու ստիպել իշխանությանը, որ նա չուզուրպացնի իր իշխանությունը, որտեղ ցանկացած իշխանություն ինքը հատված է այլասերման, ցանկացած ամենադեմոկրատական, երբ որ չի լինում դիմացը զսպող մեխանիզմներ, ցանկացած ամենադեմոկրատական իշխանությունը հակված է ուզուրպացման եւ այլասերման։ Միակ զսպող մեխանիզմը, եւ դա հասկացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ ստեղծողները, միակ զսպող մեխանիզմը դա զինված ժողովուրդն է։ Միջև դա Հայաստանի Հանրապետությունում, դա լինի լրագրող, գյուղացի, կոշկակար, չգիտեմ հասարակ արհեստավոր, չհասկանան եւ դրան չվերաբերվեն նորմալ, հարցը լուծում չի ստանալու։ Իսկ գիտեք ում համարացա հասկանալի եւ նորմալ, ով իր տրորված իրավունքներն ու արժանապատվությունը վերականգնելու համար ոչ մի միջոցի դեմ չի խորշի, որտեղ իր գեր նպատակը իր իրավունքների, ոտնահարված իրավունքների եւ արժանապատվության վերականգնումն է։ Երբ որ դա է գեր իրավունքը, բոլոր ձևերը արդարացված են։ Բոլոր։ Չեք ուզում ձեզ դեմ ապստամբել ժողովրդավար ցանկացած ձևով։ Ձեզ խելոք պայդ, գնացեք սահմանադրության ուղղությամբ, սահմանադրության օրենքներով եւ ձեր շուրջը չի հավաքվել այնքան մարդ, որ կասի դուք ճիշտ եք արել, ոչ կասի սրանց դեմ ուրիշ մարդ չկա, ուրիշ ձև չկա։ Այսքան ժողովուրդը դա է ասում, Բորիս Մուրազի, Պետրոսներ, Ղազարյաններ եւ մնացածները ովքեր դեռ չեն հասկացել ինչ տեղավ 16 թվականին։ Ես վստահ եմ, որ դուք հասկացել եք։ Ուղղակի քաղաքական, ոնց ասեմ, շահը եւ
վճարողները այս ամեն ինչի համար չեն հանդուրժի, որ դուք հանկարծ այս ամեն ինչի մեջ տեսնեք այն ինչ որ իրականում կա, որովհետև ձեզ դրա համար չեն վճարում, ձեզ ուրիշ բանի համար են վճարում, բայց գիտեք որ նա ստե բանը, գիտեք որ նա խայտարակություն, այն ինչ որ իմասա կա այս սայի թաղում, սա ժողովրդի ապստամբությունն է քարերով, սա ժողովրդի ապստամբությունն է, եթե դուք սրան ասում եք տերորիզմ, այս ապստամբողները ոչ մի բանի համար այլևս չեն ապստամբի, ոչ Բագրատի, ոչ Աջապահյանի, ոչ կաթողիկոսիների վաղը ձերբակալեն, որտեղ հենց դուք, հենց ձեր նմանները այս մարդկանց կոչում եք տերորիստ, հետո բողոքում եք, որ սրանք ինչ ուզում անում են, դες չի լինում, այս կրկնակի ստանդարտները, այս կեղծիքը, ապստամբության իրավունքի նվաստացումը, սա երկու ծայր ունի, դու չես կարող մի կողմից ապստամբության իրավունքը բանալես նվաստացնես, մյուս կողմից ժողովրդի վրա զարմանաս, թե ինչի փողոց դուրս չի գալիս, որտեղ դու ես նվաստացնում այդ իրավունքը, իսկ երբ գալիս է հերթ ապստամբության, դու չունես ձեռնալտ, որ տաս, այ ժողովուրդ, սա կարելի է, սա չի կարելի, կարելին ու չի կարելի, պարզվում է հենց տեղում, քարով խփել կարելի էր, կարելի է, ամեն ինչ կարելի է, երբ որ գալիս են քո տան վրա, պաշտպանության բոլոր ձևերը ընդունելի է ու պարտադիր է, այ հենց սրա համար էլ ի վրա քրեական հոդված կա, երբ որ ես ոսկեպարի եւ բաղանիսի բնակիչներն ասի, ով կմտնի ձեր տունը, նա թուրք է, նա հրոսակ է, ձեզ տնից է զրկում, ուեկան չի ազգանունը ինչա, հաքի համազգեստը ինչա, նա ենթակա է ոչնչացման, քեզ եկել է տնից տեղից զրկի, դե հիմա գնացեք, լոլոներ կարդացեք մարդանց գլխին ասեք, այս դեպքում կարելի է, այս դեպքում չի կարելի, այս դեպքում դու կարող ես քարով խփել, այս դեպքում դու կարող ես ուղղակի թաքս նայել իր վրա, այս դեպքում եթե քեզ եկել են տնից զրկեն, ես իմ արժի դրա համար զենք վերցել թե ոչ թե արժի պարտադիր է, որ մյուսը չանի, մյուսը չգա մտնի քո տունը քանդի, այ եթե այս հասարակ բնական իրավունքները չոտնահարվեին այս պրոպագանդիստների ձեռքով, մենք այսօր այլ Հայաստան կունենայինք։ Այս համար որոշեցի սա մասին առանձին խոսալ, որտեղ մեծ հաղորդման մեջ սա առանձին մեծ տեղ էր կազմելու եւ ես այսպես նպատակահարմար գտա։ Այնպես որ ապստամբության իրավունք ամեն մարդու խելքի եւ ճաշակի եւ ունակության բան չի, դա տրված է բացառապես արժանապատվություն, ինքնասիրություն եւ ազատության ձգտում ունեցող մարդկանց։ Իսկ այդ մարդկանց դու չես կարող կանոնեցնել ոչ մի ձևը, որ դու իրեն ասես, այ պետք կարելի է քաջ չի կարելի, ինքը զարմացած կնայի դեմքիդ, կասի գնա, այս քո նոտացիաները, լոլոները ուրիշի գլխին կարդա, լակոտ, դու նույնիսկ չես էլ հասկանում, չես էլ հասկանում, ու դու էլ մի էլ փորձի, հեռու գնա իմ ճանապարհից, բայց ինչպես տեսանք, տասնյակ հազարավոր մարդիկ այդ շատ լավ հասկանում էին, բոլորը հասկանում են, բացի պրոպագանդիստներից, չէ, իրանք էլ են հասկանում, ուղղակի այդ տրված փողը դրա համար չի, այլ բանի է, թե չես վստահ եմ, Հայաստանում ես միշտ ասել եմ, հիմա մարդ չկա, ամեն ինչ բոլորը հասկանում են, ուղղակի ոչ բոլորն են խոսում այն ինչ որ մտածում են եւ ոչ միշտ է փողը տրվում դրա համար, որ մարդ խոսային ինչ որ ինքը մտածում է, այստեղ է խնդիրը, ոչ թե ապստամբության իրավունքի, թե մարդկանց, թե դեպքերի համար։ Այս պայմանավորվածքանը կհանդիպենք ուշ։